Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Նախ թույլ տվեք մեր մշտական հետևորդների եւ հեռուստադիտողների համար նրանցից ներողություն խնդրել։ Երեք հաղորդումը եթեր չհեռարձակվեց եւ կրկնություններ, գիտեք, շատերը զանգել եւ գրել եք ինձ, ոչ մի լուրջ բան չկա, պարզապես այդպես էր ստացվել, որ երեք չէի կարող աշխատանքի գալ։ Դե ինչ շարունակենք եւ երեկվա ասելիքից մի երկու բառ, որ նախապատրաստել էի ճիշտն ասած, նախ շատ կցանկանայի խոսել Վարդավառի կազմակերպումից, Կիրակի օրը քաղաքապետարանը հիանալի միջոցառում էր կազմակերպել, միայն մի դիտարկում, հարգելի քաղաքապետարան, կխնդրենք մյուս անգամների համար հունահռոմեական դիցաբանությունների կերպարին չբերել չկանգնացնել այնտեղ շատ տեսանելի վայրում, այո, այդ դիցաբանությունների կերպարները կարող են լինել բեմահարթակում, ամենատարբեր միջոցառումներում, եթե թեմատիկ է, հա, բայց Վարդավառի հետ Նեպտունը բացարձակ ոչ մի կապ չունի, այնպես որ խնդրում ենք դրան տոն չտալ, այդ թեմային տոն չտալ, Վարդավառը ինքը շատ հնագույն ժամանակներից է մեր ժողովրդական ամենասիրելի տոներից մեկը դեռ հնում ըստ մեր դիցաբանության Աստվածու Աստղիկի տոնն էր, հետո դարձավ արդեն Քրիստոսի փոխակերպման տոնը, արդեն քրիստոնեություն ընդունելուց հետո, այո, հեթանոսական տոներից է, որը որ հարմարվել է, շատ քիչ տոներից է, որը որ հարմարացրել են արդեն քրիստոնեական կրոնին ու միևնույն է ժողովուրդը նշում է այնպես ինչպես նշում է, պրոցեսները գուցե նույնական են, բայց այնուամենայնիվ հիմա դա դիտարկում ենք որպես քրիստոնեական տոն, բայց մեջը պահելով մեր ժողովրդականը, ավանդականը, հնագույնը եւ այլն, որովհետեւ ինչպես որ չի կարելի հակադրել օրինակ Արարատ Արագածին, այնպես էլ չի կարելի հակադրել մինչ քրիստոնեական շրջանը, մեր հնագույն պատմությունը հետ քրիստոնեական շրջանին, հա, այստեղ ես շատ տեսնում եմ երբեմն ձևակերպումներ, որոշ քահանաների մեկնաբանությամբ, մյուս քաղաքացիների անգամ իրանց երբեմն կիսատ պռատ գիտակցելով, երբեմն շատ խորքային գիտակցելով ու իրենց կարծիքը ասելով ամենայն հարգանքով, բայց տեսնում եմ, որ փորձում են հակադրել։ Գիտեք ինչ, քրիստոնեությունը որևիցե բանի վերջը եւ որևիցե բանի սկիզբը չէր։ Քրիստոնեությունը շարունակությունն էր ավելի նորովի, ավելի այլ կերպով, սա էլ իմ տեսակետը, բայց դա չի նշանակում, որ մինչ քրիստոնեական ժամանակաշրջանը մենք իրավունք ունենք թողնելու տենց բացի թողի վիճակում, ոչ, շատերը նշում են Վարդավառը ելնելով իրենց հավատքից, շատերը նշում են Վարդավառը, որովհետև հավես է, շատերը նշում են Վարդավառը, որովհետև ազգային տոն է եւ այլն եւ այսպես շարունակ, խորհուրդը մեկի մոտ մի կերպ է, մյուսի մոտ մի ուրիշ ձև է, եկեղեցի ովքեր որ պիտի գնան, գնում են եկեղեցի, ուխտագնացության ովքեր պիտի գնան ուխտագնացության, ամեն մեկը նշում է իրեն հաճելի ձևով եւ իհարկե մայրաքաղաքն էլ շատ լավ իմանալով որ բակերում էլ բոլորն են նշում են, փորձել է համակարգել ու շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպել Երևանի կենտրոնում, ինչը շատ լավ կլինի, որ բոլոր վարչական շրջաններում էլ նման կազմակերպված ձևով անցնի, ուղեկցվելով լավ երաժշտությունով, તો ամեն ինչով, այո, եւ թող տուրիստներն էլ տեսնեն, պետությունն էլ այդտեղ կշահի, որովհետեւ շատ արդեն սովորեն շատ տուրիստներ, զբոսաշրջիկներ այնպես են գալիս, որ Վարդավառին այստեղ ներկա լինեն, որովհետև ինքը դրական շատ գեղեցիկ բաներ է պարուրում իր մեջ ու տալիս մարդուն, հա, ասենք համախմբվածության, չնեղանալու, սիրելու, ինքը շատ կարևոր տոն է, շատ կարևոր տոն է այդ իմաստով, էլի, որ չես նայում դիմացինը ով է, ով չի, քեզ չեն նայում, թե դու ով ես, ով չես, բոլորը իրար ջրում են, թրջվում են ու գնում են տներով, վերջ, սա մի հատ կոնսենսուսային իրավիճակ է, որտեղ որ բոլորը բոլորի հետ համաձայն են, հասկանում եք, չկա ոչ տարիքային սահմանափակում, ոչ սեռական սահմանափակում, ոչ մի բան, ոչ քաղաքական հայացքներ, ոչ մյուս, սրանից ավելի միասնականության գեղեցիկ տոն դժվար է հանդիպել, ուստի կարելի է այդ շեշտադրումով նույնպես առաջ տանել, աչքովս ընկավ որոշ քաղաքացիներ գցել են, այ տեսեք, եկել են մուսուլմանները, ինչ են անում հրապարակում Վարդավառը, թող գիտեք ինչ, կներեք էլի, դուք որ գնում եք ուրիշ երկրներ, ու տվյալ երկրում իրենց ազգային տոնն է լինում, դուք ինչ եք անում, ձեզանից մեծամասնությունը մեխանիկորեն մասնակից եք լինում տվյալ տոնակատարությանը, մասնակից եք լինում, որպես զբոսաշրջիկ, ոչ թե համարելով դա ձերը, այլ, ասենք օրինակ, որ գնում եք Բրազիլիա բանին,
ասենք այդ իրանց մեծ ֆեստիվալին ինչ դա ձերն եք համարում, չէ։ Դա իրենց ազգային տոնակատարությունն է կարնավալը։ Իրենց ազգային տոնակատարությունն է։ Ու շատ լուրջ են պատրաստվում դրան։ Մենք գնում ենք այդ լուրջ պատրաստվածության մասնակիցը լինելու, ոչ թե նա նույնը այստեղ է։ Ու այդ ծայրահեղական կոչերը sense թարախակալած ինչ որ նախադասություններով չարժե էլի չի կարելի։ Թող իրենց լավ զգան, այո, թող գան, իրենց լավ զգան, թող անցել են օրինականության որևիցե սահմաններ, որևիցե մեկին վիրավորել են, որևիցե մեկին չգիտեմ, չէ։ Դե թող գան, այո, թող ասեն Հայաստանում ենք, Վարդավառ էր, այտենց բան չենք տեսել ոչ միտեղ, շատ լավ էր։ Թող գնան ու դա պատմեն։ Ինչից եք նեղվում, ինչից եք վախենում, ինչից եք ամաչում։ Չէ, սա քրիստոնեական չի։ Հենց լավ էլ հեթանոսական։ Հիմա մտնենք այդ դիսկուրսի մեջ։ Չենք մտնում, չէ, ասում ենք, օքեյ։ Այո, կան բաներ, որոնք որ վերադասավորվում են ժամանակի հետ, իրանք տրանսֆորմացվում են որոշակիորեն եւ այլն, եւ այսպես շարունակ բնական ընթացքն է կյանքի, դա էլ այդպես թող գնա։ Կարելի է այդ օրը դնել մի քանի հոգի աչքովը սնկան, էլ այն որ փիլիսոփայողներ։ Հիանալի էր կազմակերպած, բայց եւս մեկ անգամ դիտարկումը կարծում եմ քաղաքապետարանը կընդունի եւ Նեպտունի գոյությունը այնտեղ դրան պետական շեշտադրում չի տա։ Սա էսպես։ Անցնենք առաջ, այսօր քաղաքապետարին եւս մեկ ասելիք ունենք իմիջայլոց, ուրեմն Հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության եւ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժինը տեղափոխվել 17 անձ։ Նրանց գործողություններին իրավական գնահատական տալու եւ համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով տեղափոխված անձանցից 10-ը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 7-ը այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով Միաժամանակ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում ավելի բարձր չափի վարչական տուգանքներ։ Այս Այն որ միտեղ կանգնում ես մեքենան, մեկ էլ մեկը հայտնում է, արի գնա մի քիչ ձախ, մի քիչ աջ, այս ամեն ինչն է, էլի։ Լավ, այս մարդկանց հա, լավ բան չի, պետք է հասարակական կարգը, տվյալ բաժինը պետք է հսկի։ Okay։ Ստեղ խնդիր չունենք, նորմալ է։ Բայց գիտեք չի թվում, որ ինչ որ ըստ առաջնային կարևորության չի աշխատում մեխանիզմը։ Ասեմ ինչ եմ ասում։ Օրինակ շատ վայրեր կան դեռևս Երևանում, որ չես կարող մեքենատ կանգնացնել։ Որը տեսեք, քաղաքապետարանի, որովհետև այդ շենքի, չգիտեմ, տերն է, այնտեղ այն մյուսը աղբոր թոռն է, այն մյուսը վարչական, չգիտեմ ինչի տեղն է, մի խոսքով սենց չեն թողնում, բայց դիմացնել քաղաքապետարանի մակնշման որևիցե սյուն չկա, ինչ-որ արկղեր կամ երկաթներ, եկեք այսպես անենք, ուղիղ պայմանավորվենք, որ եթե ցանկացած տեղ, նայեք, մարդը կարա իր օբյեկտի մոտ ասի այս մի տեղից բացի մնացած տեղերում կարող եք կանգնեցնել, բայց այս մի տեղը ես եմ կանգնեցնում ու որպեսի չլինեն վեճեր, ինքը համապատասխան վճար գոյություն ունի, որ վճարում է քաղաքապետարանին, ժողովուրդ ջան, ու այդտեղ դրվում է այդ ցուցանքը, վերջ, այդտեղ իսկապես չես կարող կռվել, ասել, խի ես ուզում եմ կանգնեմ, չէ, մարդը վճարում է դրա համար։
ու կա որ խանութ սուպերմարկետ ասենք թե ունեն իրենց կայանատեղին, հա, այստեղ նույնպես որոշակի ձևով է այդ ամեն ինչը կարգավորվում, չես կարող մեքենա թողնել առավոտյան իրիկուն գալ վերցնել գնել, մարդու բիզնեսին ես հարվածում դրանով։ Բայց կան տեղեր, որտեղ որ երկաթ, արկղ, ինչ ասես դրված է։ Այս պարագայում եկեք պարոն Ավինյան, ուղիղ ասեք Ժողովուրդ ջան, որտեղ բացի Երևանի քաղաքապետարան մակնշմամբ որևիցե արկելա պատնեշ, այս պարագայում կլինի երկաթի տեսքով, կլինի մի քիչ լայն, նեղ կապ չունի։ Չկա, ուրեմն դա ապօրինի է։ Եկեք սա ուղիղ ասեք, որովհետև լինում է դեպքեր, երբ ապօրինի չի, բայց Երևան էլ մակնշված է։ Մարդը չի կարող հասկանա, որքանով է դա օրինական, որքանով ոչ։ Սա մի դիտարկում։ Հիմա անցնենք ավելի առաջ։ Օրինակ, հասարակական կարգի պաշտպանության տեսանկյունից ես ճիշտ ասած գումի շուկայի տարածքի հետ կապված այս շաբաթվա մեջ արդեն խոսել ենք փաստաբանի հետ, պարզապես զբաղվածությունը մեծ է, հարցումներ ենք ուղարկելու մի 2-3 գերատեսչություն, որպեսզի հասկանանք էլի մի հատ ոնց է լինում, որ գումի շուկայի հարակից տարածքը ինչ որ պահից նույնպես պատկանում է գումի շուկայի տիրոջը, այսինքն մարդը ասում է, սա մեր սեփականությունն է, մեր տարածքի մեջ է մտնում, բայց դա ակնհայտ հանրային տարածք է։ Գումարած դրան ավտոմեքենաները կարող են կանգնել առանց Երևանի քաղաքապետարանի մակնշման վայրերում, բայց այ տարածքում ապրող մարդկանց համար աղբարկաղ այդտեղ չեն կարող դրվել։ Սա էլ է հետաքրքիր, այդտեղ ինչ այդ մեքենաները որ կայանում են դրան համար վճարվում է, ասենք քաղաքապետարանը օգուտ ունի դրանից, թե դա շուկայի սեփական ավտոկայանատեղին է։ Եթե դա այդպես է, պիտի որ հատակագծի մեջ երևա այդ ամբողջը։ Դիմացի այն հակառակ կողմ, էլի ոչ թե Ռասիայի կողմի մուտքից, այլ հակառակ կողմի մուտքից դիմացը նույնպես փակ է։ Քարտեզը ես որ նայում եմ, ոնց որ թե այդտեղ հանրային տարածք է, բայց զավթված է։ Ու այնտեղ մարդիկ առևտուր իրականացնում են, իրականացնում են, բայց նրանցից գումար է վերցվում։ Գումար է վերցվում, սա արդյոք գումարի շորթման հետ ոչ մի նշանակություն չունի։ Այնտեղ շուկայի տերը ինչ առևտուր է կազմակերպում հասարակական վայրում։ Այ հիմա ասես բաները որ խոսում ենք, հնարավոր է սրանք գնան, սկսեն այդ առևտուր անողներին նեղություն տալ, ասեն դե այնա գնելը ձեր դեմ էր խոսում։ Փորձեն այդտեղ մի հատ քաղաքական սես բան անեն, որ իրանց վրայից մաքրեն մեղք, էլի, բայց դա հասարակական վայր է։ Դրանից մի քիչ էս կողմ փողոց կա։ Փողոց է իր մայթով, բանով, այս փողոցը երկու կողմից ռեշոտկեքով փակած է, ցանկապատած է։ Ու այստեղ նույնպես առևտուր է իրականացվում բացօթյա։ Այդ փողոցը երբվանից է ինչ որ մեկինը դարձել կամ ինչ որ մեկինն է արդյոք թե ապօրինի է այդ ամեն ինչը։ Եվ այսպիսի հարցերը պիտի գտնեն իրաց պատասխանը անկախ նրանից հանրային ձեր կողմից կլսենք թե չէ, մենք ամեն դեպքում մեր հարցումները պատրաստվում են թե պետրեգիստրին, թե առողջապահության եւ աշխատանքի բանը տեսչական մարմնին, թե քաղաքապետարանին, որպեսզի մի հատ հասկանանք, տեսնենք այս, որովհետեւ գիտեք ոնց է, շատ հնարավոր է որ դա այս պահի դրությամբ օրինական լինի։ Ասենք պատասխանը կասեն, հա, այդքան տեղը մարդը սեփականացրել է, չգիտեմ, հանրային տարածքներ, փողոցներ եւ այլն, ու դա այդպես է։ Իրանն է։ Այդ պարագայում փաստորեն պետք է ստուգվի այդ գործարքների օրինականությունը։ Թե չէ աչքովս ընկավ օրինակ Բեգլարյանին 76 միլիոն դրամ տուգանել են։ Ես ամբողջ գիշեր գրեթե չեմ մտել, քնել, խիղճը ստանջում էր, մտածում ես, լավ, այս մարդը այդ 76 միլիոնը, այս խեղճ մարդը նախկին պաշտոնյան, նախկին քաղաքապետը ո՞նց է վճարելու։ Այսպես ծիծաղելի բաներ է տեղի ունենում, որ մարդիկ հիասթափվում են։ Այսպես ծիծաղելի բաներ։ Երբեմնի քաղաքապետից 76 միլիոն դրամ։ Չէ, ես չեմ ասում ինչ ունի ձեռքից վերցրեք։ Բայց օրինականության ստուգման հարցում չեք զգում, որ ինչ որ բան ինչ չի արվում, կամ
ամբողջությամբ չի արվում կամ առաջնահերթություններն են տարբեր։ Ինձ մոտ որպես քաղաքացի այդպիսի տպավորություն է եւ ոչ միայն ինձ մոտ հանրության լայն շրջանակների մոտ որքան էլ որ մեր լրագրողները չցանկացնան դրան նման բաները նկատել եւ որքան էլ որ ամեն 5 շաբթի չօգտվեն հնարավորությունից եւ վարչապետին այս թեմաներով հարցեր չուղեն այ իրենք կարող են մի հատ սուտ հրապարակել այդ սուտը վերահրապարակեն բոլոր իրենց պատկանող սունկ կայքերով ու բաներով TV-ներով այս կողմենքում ամեն մեկը 3-ից 4 հատ կամ մաքսիմում 5 հատ լավ լայք հավաքեն գնան կանգնեն վարչապետի մոտ ասեն հանրությունը խոսում է որ այսպես է չհասկացանք ինչ հանրություն դուք ստեղծագործել եք այդ սուտը դուք նետել եք դաշտ դուք հավատացել եք ձեր ստին հիմա եկել հարց եք տալիս հանրությանը հուզող հարցը սա է Կա մի հատ լրագրող, որ կգա ինձ հետ մյուս շաբաթվա մեջ, որովհետև այս շաբաթվա մեջ դեռ հարցումներ ենք ուղարկելու, կազմում ենք, ուզում ենք իրավաբանորեն ամբողջովին ճիշտ լինի, ու մի հատ հարցումով չենք բավարարվելու բնականաբար, սա մոռացեք։ Մենք այդ հարցումները անում ենք մեր հետագա ռազմավարությունը հասկանալու համար։ Այդտեղ մենք պիտի քաղաքացիների համար գտնենք աղբամանի տեղադրման վայր, ու հաստատ կա այդտեղ, ու ես վստահ եմ, որ այստեղ վարչական շրջանն է Թերանում մի փոքր մյուսը հենա դարձավ մի ամբողջականություն։ Լինելու է դա։ Հիմա եթե պիտի վնասելով լինի, ուրեմն վնասելով կլինի։ Բայց մարդիկ վճարում են հանրության համար աղբար կղի վայր չունեն, այդ գումի շուկայի այդ պատմությունն է։ Իմիջայլոց, պարոն Ավինյան, Եվս մի դիտարկում, հա, ուրեմն մի քանի օր առաջ կամ մի երկու շաբաթ առաջ ավելի ճիշտ կլինի ասել, Արաբկիր վարչական շրջանից էի մի բան ֆիքսել ու հրապարակել տեսանյութ, որտեղ որ նշել եմ, նաև ձեզ նույնպես նշել եմ, հետո այդտեղի բնակիչները հարցում էին ձեզ ուղարկել Այն մոնումենտի այգու դիմացի այգին որ կար, որ այս մեծ արուսները սա զավթեցին, օլիգարխները այնտեղ տներ կառուցեցին։ Այնտեղ, բայց ամեն դեպքում ահագին տարածք դեռևս կա էլի, որ ինքը կարա շարունակի գոյություն ունենալ որպես այգի եւ անգամ կարա ծաղկի որպես այգի, հա, եւ այդ կողմի բնակիչների համար հաճելի էլի հանգստանալու վայր կլինի, որովհետեւ մոնումենտը ամեն դեպքում լավ է որ կա, այս էլ թող լինի։ Չէ՞ որ մենք կանաչապատում, այգիներ, վերադարձ ապօրինի շինությունների քանդել, այս process-ի մեջ ենք։ Բայց աչք կա ծակում, որ մի պարագայում քանդվում է մի բան, մյուս պարագայում տրվում է թույլտվություն, անկեղծ եմ ասում, չգիտեմ այդ թույլտվությունը երբ է տրվել, սենց տենենցի մի վաղուց է տրվել, խզեք այդ, հիմա է տրվել վերանայեք, որ այգու տարածքում բան կառուցվի։ Բնակիչները հարցում են արել, հարցման պատասխանը եկել է, ասում են ինչ են անում, ստեղ հարցում են պատասխան է եկել։ Գիտեք ինչ պատասխան է եկել։ Ավտոկայանատեղի են կառուցում։ Նախ այդտեղ ավտոկայանատեղի խնդիր չկա։ Չկա այդ խնդիրը այդտեղ, մեկ։ Երկրորդ, կարող եմ դրա այն մյուս կողքը մի 2000 քառակուսի մետր տարածքել ինձ տակ, ես էլ ավտոկայանատեղի կառուցեմ։ Բոլորս ենք չէ հասկանում, որ ստեղ ինչ-որ արտոնյալ լինելու խնդիր կա, եւ ոնց որ թե աչք կա փակվում ինչ-որ մի բանի վրա։ Բա ոնց անենք, այդ հարցը ոնց անենք։ Կամ եւս մեկ խնդիր, լինում է, որ են կրպակները ապօրինի քանդում են մայթից, շատ լավ է, ոչ, ապօրինի ուրեմն պիտի բացվի, բա ոնց մայթն է դա։ Բայց այ երբ որ քանդում են, ես հասկանում եմ, որ ինչ որ մի կառույց կա, որ գալիս քանդում է, եւ պիտի լինի մի կառույց, որը որ գալիս հավաքում է։ Սրանք ոնց որ թե իրար հետ չեն համագործակցում, որովհետեւ այդ տգեղ կրպակը հավատացեք ավելի քիչ տգեղ է, քան քանդած մնացած վիճակում այդ տեղը։ Երբ որ գալիս քանդում են, ասենք օրինակ, ես տեղ գիտեմ մի տարի արդեն անցել է, տարուց ավել ինչ մի տարի, դեռ չեն գալիս են մնացածը մաքրեն։
Ով պիտի մաքրի, հետեր հետո այդ կրպակը դրած մնար, գոնե փակում էր այդ կեղտը։ Այսպիսի հարցեր կա, ու դա է նաև պատճառը, որ ես հիմա սա ընթերցում եմ, այսօրվա այս 17 անձ, որ տեղափոխվել է կենտրոն բաժին, տեսնում եմ, այո, պիտի որ դրական էմոցիաներ ապրեմ, կան, որ ասեմ բացարձակ չկան չէ, բայց մյուս կողմից էլ քմծիծաղ է գալիս դեմքից, ջոպիտ է գալիս, լավ, սա ամենակարևորն է եղել, իսկապես հասել ենք սրան, եթե հասել ենք սրան, օքեյ է, շատ լավ է, բայց մեր քաղաքում ինչքան դեռ խնդիրներ կան, սա զուգահեռ ինչ-որ բան է, կարելի անել, բայց եկեք մի հատ տեսնենք Երևանում էլ ինչ է կատարվում, բայց կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, դա քաղաքապետարանի տելեգրամյան ալիքներ ու թերթում, ասում եմ տեսնեմ գուցե ամեն դեպքում իմ բարձրաձայնած այս փոքրիկ ու շատ տեսանելի խնդիրներին անդրադարձ եղած լինի, չէ չկա, կա լավ նորություններ կան, օրինակ Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ մեկնարկել է Ոսկեծիրան 23-րդ միջազգային կինոփառատոն, այս տարի փառատոնի ներկայացել է շուրջ 600 հայտ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ 40 երկրից, տեմպերը լավն են, տեսնում ենք մեկ այլ լավ նորություն, Երևանում այլևս չկան հին նատրիումային լուսատուներ, դրանք փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի քիչ էներգիա են սպառում, ավելի երկար են ծառայում եւ ապահովում են հավասարաչափ ու հստակ լուսավորություն։ Նոր համակարգը բարելավում է տեսանելիությունը հետիոտների, վարորդների եւ տեսահսկման համակարգերի համար։ Լավ նորություն է, կարելի է միած ստուգել Երևանում կան նման լամպերով լուսատուներ, թե իսկապես այլևս չկան։ Եվ այս լեդերի պարագայում կարծում եմ, որ պիտի վաղուց են սարդոստայինները երկնքում գոյացած, ահագին թեթևացած լինեին, բայց եթե Երևան ասում եք միայն օրինակ կենտրոն վարչական շրջանի հետ կապված, ապա դա մի քիչ այդպես չի, մի քիչ որ ահագին այդպես չի։ Եվս մի լավ լուր, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նոր Քմարաշ բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանական ծառայությունն օրերս համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով։ Այն հնարավորություն է տալիս իրականացնելու եռաչափ ռոտացիոն անգիոգրաֆիա եւ նեյրոինտերվենցիոն միջամտություններ, ապահովում է ավելի բարձր որակի եւ ճշգրիտ պատկերավորում, ինչպես նաեւ զգալիորեն նվազեցնում է բուժառուի ու բուժանձնակազմի ճառագայթային ծանրաբեռնվածությունը։ Շնորհակալություն հարգելի քաղաքապետարան, բայց տեսեք էլի լավ բան է, բայց հարգելի քաղաքապետարան, խնդրում ենք այս շին թույլտվությունները որ տալիս եք, որպեսզի շենքեր կառուցեն բարձրահարկ, վարչարարություն իրականացրեք վարչարարություն, ազգի կեսը արդեն ռակ է, այնքան է փոշի կուլ տվել, այդտեղ սետկեկը չեն կախում է օրենքով պահանջված բաները, ինչքան է տուգանքը մի 80,000, 100,000 ընդամենը, իսկ մարդով մի հատ բիտոնի վրա թեթև սվաղ արել 2,250,000 տուգանքը, այսինքն գերի ենք վերցում այդ մարդուն, բայց ինչ era, նայում ենք մի ամբողջ թաղամասեր են կառուցվում, 1, 2, 3, 4, 5 թաղամասեր է, շենք չէ, հատուկ են շենքեր չէ, թաղամասեր, ամբողջը փոշում է շկորած, որևիցե մեկը չի հետևում կարգու կանոնին, որևիցե մեկը չի ջրվում տարածքները, մարդիկ ուղղակի տունը նստած, իրենց տանը նստած փոշի են կուլ տալիս, ու այն պարագայում, որ կարող են կուլ չտալ այդ փոշին, պարզապես վարչարարություն չի իրականացվում ու հիմնավոր կասկածներ են առաջանում, որ դարձյալ ԽՑԲ-ը է սկսում աշխատել, խնամի ծանոթ բարեկամ։ Լավ,
եկեք քաղաքապետարանի թեման դնենք մի կողմ, իսկապես լավ աշխատանքներ էլ շատ են արվում, բայց դրանք խամրեցնում են երբեմն այնպիսի բաները, որոնք կարող էին չլինել։ Մի փոքր ավել քաղաքական սկզբունքայնությունը կարող էր թույլ չտալ, որ այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք, լինեին։ Վերադառնանք այլ թեմաների։ Կհիշեք, օրերս ինչ-որ մի հատ շոու կա, Վովանի և Լեքսուսի շոուի մասին է խոսքը Ռուսաստանում, սրանք իբր իրենց արևին գործ էին արել, վեր էին կացել Նիկոլ Փաշինյանի ձենով, զանգել էին, եթե չեմ սխալվում, ԵԱԿ նախագահին, ու տենց խոսել էին, իբր Փաշինյանն է խոսում, նա էլ թուրք ազգությամբ, նա էլ պատասխանել էր ինչ-որ հարցերի, ու սրանք վերցել, բերել նետել էին մեր հայկական տիրույթ, թե բա տեսեք, Փաշինյանը փաստորեն պատրաստ է կաթողիկոսի ներաստի Սամվել Կարապետյանին նստած, չգիտեմ ինչեր են խոսում։ Այսինքն իրանք զանգել, իրենք խոսել, բերել ուրիշ բան էին ուզում սարքել, ինչ ստացվեց։ Իհարկե հետո ուզում էին շեշտը դնել այ ղեկավարի ով թուրք է ազգության բան էս կողմենքում։ Այսինքն այս ռուսները թուրքերին խեն գրգռում էս թեմաների շրջանակներում։ Սա որևիցե մեկին չուզեց, ընդ որում դա եթե չեմ սխալվում Փաշինյանի այցի ընթացքում էր կամ մի օր առաջ, 1-2 օր առաջ Ռուսաստան այցից։ Հիմա այդ շոուի այդ հատվածի մասին խոսել ենք, ինչ որ պետք է ասել ենք այդ սուտը կեղծիկը հավաքեք, դրեք ձեր թևի տակ ու հեռու խաղացեք։ Բայց միևնույնն է, ռուսամետ ուժերը ռուսամետ ուժ չեն լինի, եթե նման թեմաները, սա երևի գաղտնի պլաններից մեկն էր, որ փորձում էին իրագործել երկու հակերներ, հա։ Ու այդ շոուի ընթացքում ունենալով իրենց հյուր Միկա Բադալյանի նման մի երևույթի, որոշել էին մի քանի այլ թեմաներ էլ արծարծել, ինչի արդյունքում FIB փաստերի ստուգման հարթակը իր անդրադարձն է կատարել, ուստի ես կարդամ միանգամից անդրադարձը, դուք արդեն միտքը կհասկանաք։ Ուրեմն, Ռուսաստանի առաջին ալիքի Վովանի և Լեքսուսի շոուի 2026 թվականի հուլիսի 8-ի թողարկման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել էին նաև մի շարք թվային պնդումներ, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանում և աշխարհում բնակվող հայերի թվի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության մասին։ Փաստերի ստուգման հարթակը շարունակում է ստուգել հաղորդման ընթացքում ներկայացված պնդումները։ Այս հոդվածում ուսումնասիրել ենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում հաղորդման մասնակիցների հայտարարությունները հայ բնակչության թվաքանակի Հայաստանի Հանրապետություն Ադրբեջան առևտրաշրջանառության, ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան ֆինանսական փոխանցումների վերաբերյալ։ Որովհետև դա շատ շարքվում է ընդում միջև Կրեմլ, հասկանում եք, չենք անդրադառնա, դե մի շոու է, կասենք ես եմ մի շոու արել անցել, բայց սա ոսկորու մարմին է ստացել, էլի ինչ որ էս մտածելակերպը։ Ուրեմն, պնդում Հայաստանի, նախորդ հրապարակմանը Հայաստանի մասին հնացած թվեր, սխալ ձևակերպումներ և չհաստատված տվյալներ ռուսական եթերում։ Հաղորդման ընթացքում իմիջիայլոցը կարծեմ երկրորդ մասն է։ 46-րդ րոպե 20-րդ վայրկյանից մինչև 46-րդ րոպե 45-րդ վայրկյանը մասնակիցները պնդում են, որ Ռուսաստանում ապրում է 2-ից 3 միլիոն հայ, Հայաստանում 3.1 միլիոն, իսկ հայկական սփյուռքի թվականը կազմում է 15-ից 20 միլիոն։ Այս պնդումը շատ լսած կլինենք նաև Պուտինի շուրթերից, Լավրովի շուրթերից, Ռուսաստանաբնակ հայերի շուրթերից, որ մի 3 միլիոն հայ ապրում Ռուսաստանում բան, տեսնենք։ Փաստերի ստուգումը Ռուսաստանում ապրող հայերի պաշտոնական թիվը, փաստերի ստուգումը Ռուսաստանում ապրող հայերի պաշտոնական թիվը 947 հազար է, այսինքն 1 միլիոն չի, 1 միլիոն էլ չկար, մնաց թե 3 միլիոն։
Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրել է Ռուսաստանում բնակվող հայերի թվաքանակի վերաբերյալ պնդումը եւ արձանագրել, որ այն պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ Միաժամանակ հարկ է նշել, որ Ռուսաստանի իշխանությունները բնակչության ազգային կազմի վերաբերյալ ընթացիկ վիճակագրություն չեն հրապարակում։ Ուստի այս հարցի պաշտոնական աղբյուրը մարդահամարի տվյալներ են։ Ռուսաստանում բնակվող քաղաքացիների ազգային պատկանելիությանը վերաբերող հիմնական վիճակագրությունը հիմնված է մարդահամարների արդյունքների վրա։ Վերջին եւ ամենաթարմ մարդահամարն այդ երկրում անցկացվել է 2020-ից 2021 թվականներին, իսկ արդյունքները հրապարակվել են 22 թվականին։ Բնակչության ազգային կազմը բաժնում ներկայացված են այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների տվյալները։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի թիվը 21 թվականին կազմել է շուրջ 947,000 մարդ, մոտ 510,000 տղամարդ եւ 435,000 կին։ Հետևաբար պնդումը, թե Ռուսաստանում ապրում է 2.5-ից 3 միլիոն հայ պաշտոնական վիճակագրությամբ չի հաստատվում։ Այս է էլի իրենց պատկերացրած Միկա Բադալյանների, այս Քոչարյանա Սերժականների պատկերացրած քաղաքականությամբ զբաղվել է, ասած աշկաչափով էլի, տենց աշկաչափով մի բան նայում են, տես կարծիք են կազմում, այդ կարծիքը դարձնում են փաստ տեղավորում են մարդկանց ուղեղի մեջ ու դրա վրա շարունակում են մնացած գործունեությունը։ Այս թեմային ՖԻՊՀ-ը անդրադարձել է նաև այս տարվա մայիսին։ Հիմա հաջորդը ՀՀ մշտական բնակչության թիվն ինչքան է, այդ որ ասում էին 3.1 միլիոն։ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության վերաբերյալ հնչած 3.1 միլիոն բնակչության մասին պնդումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներին։ Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 100,001 մարդ։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն 100,000 մշտական բնակչության մասին պնդումը համապատասխանում է պաշտոնական վիճակագրությանը։ Այսինքն այս շոուի մեջ մի հատ ճիշտ տիվ եղել է։ Առասարակ հենց տենց էլ լինում է մանիպուլյացիան։ Մի հատը ճիշտ ասում են, դրա վրա կառուցում են մնացած կեղծիքները։ Հասկանանք աշխարհում հայերի թիվը արդյոք 15-ից 20 միլիոն է։ Փաստերի ստուգումը։ Պնդման մեջ ներկայացված թվերը չեն համապատասխանում հասանելի պաշտոնական եւ հեղինակավոր աղբյուրների գնահատականներին։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքի 2023 թվականի հունիսի 5-ի արխիվացված տարբերակում նշվում է, որ ըստ գնահատականների աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 7 միլիոն հայ։ Սա հայկական Սփյուռքի թվականակի վերաբերյալ հասանելի վերջին պաշտոնական գնահատականներից է։ Միաժամանակ վերջին տարիներին տարբեր աղբյուրներ, այդ թվում Civilnet-ը, ներկայացրել են ավելի բարձր ցուցանիշ, նշելով, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում բնակվում է շուրջ 8-ից 10 միլիոն հայ։ Հետևաբար հաղորդման մեջ հնչած 15-ից 20 միլիոն հայի մասին պնդումը չի հաստատվում պաշտոնական վիճակագրությամբ եւ չի համապատասխանում հեղինակավոր աղբյուրներում ներկայացված գնահատականներին։ Հաջորդը հաղորդման մասնակից լրագրող Արկադի Խուդաբաշևը նշել է. Հայաստանի կառավարությունը հույս ունի, որ Սյունիքով անցնող այս միջանցքի դիմաց կստանա ադրբեջանական գազ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, վերջերս հրապարակել էին վիճակագրություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր սկսած ապրանքաշրջանառության վերաբերյալ։ Ըստ դրա Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 11 կամ 12 միլիոն դոլարի ապրանք, իսկ Հայաստանը Ադրբեջան մոտ 9-ից 10,000 դոլարի ապրանք։ Փաստերի ստուգումը, ինչա պատասխանում մեզ։ Ներկայացված թվերը Հայաստանի Հանրապետության պաշտոնական մաքսային վիճակագրությամբ չեն հաստատվում։ Ըստ Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրության 25 թվականին Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 1215 եւ ամբողջ 1/10 տոննա նավթամթերք, այսինքն 873,400 ԱՄՆ դոլար արժեքով։ 2024 թվականին նույն ապրանքախմբով ներմուծում չի արձանագրվել։ 26 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է 3.6 միլիոն լիտր նավթամթերք, այսինքն
2 միլիոն 400 չէ 45300 ոնց որ ԱՄՆ դոլար արժեքով ինչպես նաև 5398.1 տոննա նավթամթերք 4.3 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով այսպիսով 25 թվականի եւ 26 թվականի առաջի կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության մաքսային վիճակագրությամբ Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 7.2 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն պակաս է Խուդաբաշևի նշած 11-ից 12 միլիոն դոլարից։ Համարյա կրկնակի ուրցրել են էլի։ Միաժամանակ մաքսային վիճակագրության 24 եւ 25 թվականների տարեկան տվյալներում, ինչպես նաև 26 թվականի առաջին եռամսյակի տվյալներում Հայաստանից Ադրբեջան արտահանման ցուցանիշներ առկա չեն։ Հետևաբար Խուդաբաշևի ներկայացրած թվերը չեն համապատասխանում ՀՀ պաշտոնական մաքսային վիճակագրությանը։ Միաժամանակ հարկ է նշել, որ հաղորդման ընթացքում չի նշվում, թե որ աղբյուրի կամ որ երկրի վիճակագրության հիման վրա են ներկայացվել այդ տվյալները։ Հաջորդը հասարակական գործիչ Միկա Բադալյանը նշել է. Ինչ վերաբերվում է փոխանցումներին, միայն Ռուսաստանից ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե 8%-ը։ Փաստերի ստուգումը Պնդման մեջ ներկայացված ցուցանիշը պաշտոնական տվյալներով չի հաստատվում։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով 25 թվականին Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով Հայաստան մուտք է եղել 3 միլիարդ 878.3 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան փոխանցվել է 749.9 միլիոն ԱՄՆ դոլար։ Զուտ ներհոսքը, միայն ներհոսքը, արտահոսքը չէ, կազմել է 3 միլիարդ 128.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Հայաստանի համախառն ներքին արդյունքը ՀՆԱ-ն 25 թվականին կազմել է 11 տրիլիոն 317 միլիարդ 508.7 միլիոն ՀՀ դրամ կամ ավելի քան 29.2 միլիարդ դոլար, այսինքն լավ կլորացնենք 29 միլիարդ դոլար։ Այսպիսով Ռուսաստանից Հայաստան մուտք եղած փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի շուրջ 13.3%-ը, այլ ոչ թե հաղորդման ընթացքում նշված գրեթե 8%-ը։ Միաժամանակ, եթե դիտարկվի զուտ ներհոսքը, հաշվի առնելով նաև Հայաստանից Ռուսաստան կատարված փոխանցումները, ապա այն կազմել է 3 միլիարդ 128 միլիոն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի շուրջ 10.7%-ը, ինչը նույնպես չի համապատասխանում հաղորդման ընթացքում նշված գնահատականին։ Այսպիսով, փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչած վերոնշյալ թվային եւ փաստական պնդումների մեծ մասը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին։ Մասնավորապես պաշտոնական վիճակագրությամբ չեն հաստատվում Ռուսաստանում բնակվող հայերի թվականակի, աշխարհում հայկական սփյուռքի ընդհանուր թվի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, ինչպես նաեւ Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժնի վերաբերյալ ներկայացված գնահատականները։ Գայանե Մարկոսյան։ Ահա, այսպեսին է լինում մանիպուլյացիան, այսպեսին է լինում կեղծիկը Ռուսաստանի եթերում։ Եվ սա ամեն օր, ամեն ժամ, այսպես կաթացնում են մարդկանց ուղեղում, մարդկանց տրամադրում իրենց օգտին Հայաստանի Հանրապետության դեմ լարում ու բաց թողնում։ Ամեն օր, եթե ասենք օրինակ այս մի բանով հերքվեց մի հաղորդումը, չեն կարող չէ խմբեր նստել ու բոլոր հաղորդումներում հնչած ապուշ մտքերը հերքեն, չեն կարող։ Դրա համար սիրելի քաղաքացիներ, պետքա գնահատական տակ, եթե 1, 2, 3 ձեզ ապացուցել են, որ տվյալ հեռուստաալիքը կամ տվյալ շոուն ձեզ խաբում է, պետք չի նայել հաջորդ անգամ էլ ձեզ կխաբի, թե չէ ու նստել դիտել։ Վերջ, եթե ուզում եք մշտապես խաբված լինել, խնդրեմ։ Բայց սա որի՞որ դեպքն է, ապացուցվում է հակառակը։ Իմիջայլոց, տեսեք Մարիա Զախարովան ինչ էր ասում։ Քանի կար
պնդում էր, որ Հայաստանում ռուսաֆոբիա գոյություն ունի։ Մի քանի տարի դա էր պնդում։ Ռուսաֆոբիա, տեսան չէ, այդ մեխանիզմը չի աշխատում։ Իմիջայլոց ստեղել իրանց կրկնող մի ամբողջ նախկին նախագահների ներկայություն գոյություն ուներ, ովքեր ցիտում էին Զախարովային եւ Մարգարիտա Սիմոնյանին։ Տեսան չէ, դա չի լինում, հիմա պարզվում է ըստ Զախարովայի իհարկե, պարզվում է հայերն ու ռուսները իրար սիրում են։ 180 աստիճան ուրիշ բան ասում։ Իրար սիրում են։ Դա հնագույն, չգիտեմ, արմատներ ունի այդ սերը, փոխադարձ հարգանքը, սերը, քիմիան, չգիտեմ, ոնց ուզում եք բնութագրեք։ Մի խոսքով, սա ինքն է ձևակերպել։ Այսինքն կարելի է դնել Զախարովա vs Զախարովա, այստեղ ատելություն, ֆոբիա, չգիտեմ ինչ, ստեղ վայ ինչ եք խոսում։ Եվ ձեզ ռուսական քաղաքականությունը ողջ էությամբ իհարկե կարելի էր մի փոքր երկար դիտարկումներ անել, բայց թույլ տվեք այսքանով ավարտել եթերը, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն, եթերում Ազատ Շփումներ։